նախաձեռնությունը սկզբանը դատապարտված չէ եւ այնչի դառնա ընդդիմադիր շրջանակների համար ոնց որ հերթական հիասթափության առիթ է այդ հիասթափությունների օղակումը։ Նայեք, ես չեմ կարծում, որ քաղաքական նման երևույթներին պետք է այդքան պարզունակ մոտենալ, impeachment-ը փորձելով մեկնաբանել, այ վաղը impeachment տեղի կունենա, թե ոչ։ Հարցը բարձրացրել են ոչ այդքան պրիմիտիվ մարդիկ ազգային ժողովում։ Երկու հոգիներ, որոնք եղել են նախաձեռնող, իմ կարծիքով միշտ մեզ զարմացրել են իրենց մտքի ճկունությամբ, հետաքրքիր շարժառիթներով եւ այլն։ Եթե չնայած երևի հրապարակային չարժը դրա մասին ասել, բայց երևի այնուամենայնիվ ասեմ, քանի հարցը հնչեց, իմ կարծիքով, քանի որ impeachment-ը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում, ինձ թվում է այս նախաձեռնության նպատակը այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորի իր ջանքերը եւ այս պահին քննարկի այդքան կարևոր հարց, ով կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու։ Այլ նպատակ այս պահին դա չի հետապնդում։ Իմ կարծիքով։ Ես կարծում եմ process-ը ինքնին անխուսափելի է։ Այս ոչ թե հիասթափություն, այլ process-ը։ Եթե նպատակը սկսում ենք հասկանալ, ապա հիասթափության մասին խոսք լինել ուղղակի չի կարող։